Բարի կեսգիշեր Հայաստանի հանդուրժող քաղաքացիներ։ Եթերում լուր մեկնաբանություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Սոնա Բոլենն եմ։ Բայց արդյոք 1800 դրամով ցախավել կճարվի։ Լսեք, թե այս անգամ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ 900 դրամով Գյումրի Լառնակա ապրիլի 1-ից բարձրացրած թոշակառուն կարա 5 հատ տուդա բրատնա տոմսար։ Այժմ ներկայացնում ենք 4-րդ իշխանության մեկնաբանությունը։ Խորհրդային տարիների հայտնի անեկդոտ կա։ Իմանալով, որ KGB-ն կարդում է բոլոր նամակները, մեկը արտասահմանում ապրող բարեկամին գրում է. Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, չտեսնված առատություն ու էժանություն, խանութում հնարավոր է անգամ փիղ գնել 3 ռուբլով, բայց փիղը ինչիս է պետք, 5 ռուբլի էլ կավելացնեմ, հավ կառնեմ։ Հիմա Լառնակայի տոմսն է, թոշակառուի ինչին է պետք 1800 դրամով տուդաբրատնի տոմսը։ Դրա փոխարեն մի այդքան էլ կավելացնի ու 900 գրամ միս կառնի։ Բայց զուտ տեսականորեն Նիկոլ Փաշինյանը իրավացի է։ Որոշակի կատեգորիայի թոշակառու կանայք իսկապես կարող են ընդամենը 1800 դրամով օդային ճանապարհով հասնել Լառնակա։ Որովհետև Հայաստանում դեռ հնարավոր է այդ գնով ցախավել առնել։ Իդեպ չզարմանաք, եթե հանկարծ ԿՓ-ն որոշի զարգացնել շեֆի գաղափարը։ Եվ նախընտրական քարոզչական տեսահոլովակ նկարահանել, թե ինչպես է ինչ-որ թոշակառու տիկին, օրինակ Ախուրյանից հանգստանում Կիպրոսի լողափին։ Իսկ ֆինանսական հաշվետվության մեջ հավանաբար կգրեն։ Նկարահանող խմբի ճանապարհածախս եւ կեցության ծախսեր 18.4 միլիոն։ Տեսանյութի նկարահանում եւ մոնտաժ 6.9 միլիոն։ Թոշակառուի տուդաբրատնի տոմս 122.000 դրամ։ Կգրեն, բայց չեն հրապարակի, բահոթույլ չեն տալու շեֆը խայտարակվի։ Իսկ հիմա ԿՊ էվոլյուցիայի մասին։ Սուտի դաշնակցականից մինչև սուտի խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ հայտարարություն է արել։ Դիտեք։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովրդի այդ ծրագիրը մի կողմա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ 4-րդ իշխանության մեկնաբանությունը։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 21 թվականին իրենք ժողովրդին խաբել են, ժողովուրդն էլ դա հասկացել է, բայց միևնույն է իրենց է ընտրել եւ հանձնարարել գնալ այլ ճանապարհով։ Սա սեփական ձախողումները ժողովրդի գրպանը գցելու ամենացինիկ դրսևորումն է, որովհետև մարդն ասում է. մենք ուզում էինք Ղարաբաղը պահպանել, բայց ժողովուրդը մեզանից այլ օրակարգ պահանջեց։ Իդեպ չզարմանաք, եթե ԿՊ-ի վերարտադրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը 4 տարի հետո նույն տոնայնությամբ ասի. Եկեք ի վերջո խոստովանենք, որ 26-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու եւ Սյունիքը հայկական պահպանելու պսևդո Հայաստանակենտրոն ծրագիր։ Բայց ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել Զանգեզուրը Ադրբեջանին վերադարձնելու եւ Հայաստանը թուրքական վիլայետ դարձնելու օրակարգը։ Իսկ ով փորձի արարկել, տեղում կհրճակվի ինոագենտ։ Մեր հաջորդ լուրը վերնագրված է անմեղ սունակությունը նույնպես մեղմացուցիչ հանգամանք է։ Ընտրակաշար բաժանող մեր ընդդիմության գործելավոճը ըստ էության չի տարբերվում նարկոբիզնեսի գործելավոճից։ Նրանք հատուկ են խոցելի մարկանց ներգրավում այս հանցավոր շղթայում երիտասարդ կանանց, կերակրող մայրերի, որպեսզի դատարանը հաշվի առնելով այդ հանգամանքները մեղմ պատիժ սահմանի նրանց նկատմամբ։ Հայտարարել է ՔՊԱ-կան նախարար Արսեն Թորոսյանը։ Հետաքրքիր է Արսեն Թորոսյանը ընդդիմությանը նարկոկարտելների հետ համեմատելուց առաջ խորհրդակցել է իր կուսակցական ընկեր, թմրամիջոցների շրջանառության հետ բացարձակապես կապ չունեցող Արթուր Հովհաննիսյանի հետ։ Թե ինչու են մեր արժեհամակարգը սմբակներով տրորելու գործում ներգրավում հատկապես այն իշխանական քարոզիչները, ովքեր տարապում են ակնհայտ մտավոր թերզարգացմամբ, հիմա արդեն պատասխանը ակնհայտ է։ Մտավոր թերզարգացածները նույնպես իրավապահ համակարգի առջև խոցելի են, այսինքն նրանց կամ ավելի մեղմ պատիժ է հասնում, կամ ընդհանրապես պատիժ չի հասնում։ Այսօր այսքանը իրական խաղաղություն ձեզ։